Գիտեք ինչ, Երանի են մարդուն, որ գնահատում այս օրերը, գոնե այս օրերը, որտև այն ժամանակներում շատ մարդիկ չեն գնահատում պաշտամունքները, որ տենց ազատ էր, ներչը եկեղեցին, պաշտամունքի օրերը, շատերը տրտնջում էին, նեղվում էին, հենց այդպես թեմա կա սրտիս մեջ, որ մենք զգուշություն անենք, այս վերջում, որ արդեն պաշտամունքները որոշակի թողել էին, հետաքրքիր է, մի անձնավորություն ինձ ասեցին, ասում է եկեղեցու պատերն էր պատճում, բայց այն ժամանակ վերջ էլ, ասում է դե ժամը լրացել է, այսինքն 2 ժամը լրացել է, ինչի աղոտ չեք անում, բայց հիմա ոնց որ պատերն են պատճում, գիտեք ինչ, Երանի, որ մենք այս օրերին իրոք գնահատենք, գոնե այս օրերը, մենք իրոք լուրջ ուղղվենք և լուրջ ապաշխարենք, իմ սրտի մեջ կա նաև մյուս կիրակի, եթե Տերը կամենա ապրենք երկրի վրա, չհափշտակվենք, ամեն ինչ նորմալ լինի, մի քիչ կխոսենք կիրակի օրվա մասին, 7-րդ օրվա մասին, այսինքն Տիրոջ հանգստի մասին, որտև շատերը այնքան են արդեն մոռացել, շատերը, ոչ թե բոլորը, շատերը կան, որ Տիրոջ օրն են օգտագործում իրանց համար, այսինքն այնքան ագահ են դարձել, որ 6 օրով չեն կշտանում, այն 7-րդ օրն են վերցում իրանց վերագրում, իրանց գործին, իրանց վերջը փողին և այլն։ Մեկ քիչ դրա մասին մյուս կիրակի Տերը կամենա խոսանք, որպեսզի լրջանանք, եթե մարդ վերջը մի ամբողջ օր չի կարողանում նվիրի Աստծուն, բայց 6 օր լրիվ իրան է նվիրում, այդ մի օրը չի կարող նվիրի իր Աստծուն, հոգևորությանը, ընթացքին, այդ մարդը չեմ կարծում դրա վերջը լավ կլինի, բայց եթե ուղղվի, ապաշխարի, հաստատ լավ կլինի ժողովուրդ ջան, մարդ ենք, մենք էլ ենք մարդ, կարող է տկարություններ ունենանք, բայց եթե այդ տկարությունների մեջ դու ապրում ես, այդ ուրիշ բան է, բայց որ փափագում ես դուրս կգաս ու քո համար լավ կլինի։ Ես ուզում եմ կարդամ Կորինթացիների 10-րդ գլխից, խնդրում եմ իմ հետ էլ բացեք ձեր գրքերը, որտև քալանթարում մենք դες սովորություն ունեցել ենք, խնդրում ենք ժողովրդին, որ գրքերը բերեն, բայց եղբայրներ, անգամ եղբայրներ կային, եւ ոչ թե մենակ քալանթարում մեր մոտ, այլ եկեղեցիներ, ես տեսել եմ եղբայրներ, որ ձեռները թափտալով են եկել եկեղեցի։ Իրանց աստվածաշունչը, իրանց զենքը, իրանց փրկության խոսքը իրանց հետ չեն բերել։ Բայց այն ժամանակ, որ ծխում էին, հաստատ պաբիրոզը ջեբները ֆրֆռում էին։ Հələ սիպտակ սարուշկային հագնում, պաբիրոզը դնում են ջեբները, որ երևար, ինչ են ծխում։ Բայց այսօր շատերը արդեն աստվածաշունչներ չեն ուզում հետները բերեն։ Ինչի համար։ Դուք լավ գիտեք ինչի համար, ովքեր որ չեն բերում։ Անգամ սպասավոր եմ տեսել, որ եկել է պաշտամունքի գիրքը չի բերել։ Մարդ ես, մի օր կարող մոռանաս, բայց դե կիրակի օրը ոնց մոռանաս, չեմ հասկանում։ Մի հատ եղբոր հարցրեցի, դե ասում է, եղբայր ջան, եկել եմ ստիցել իմ գործերով պետք է, աստվածաշունչը բա ինչ պետք է անեմ։ Որտե պահեմ։ Այ ողորմելի ասում եմ, աստվածաշունչը պետք է պահես, որ չտենան, հա։ Քո եսը այնքան է, հələ քեզանից անցնում է, չես ուզում աստվածաշունչը տենան, որ դու հոգևոր ես։ Կիրակին մարդիկ ընդամենը 2 ժամ օգտագործում են, մնացած էլ իրանց գործերին։ Դա սխալ է եղբայրներ քուրեր։ Մեր եղբայրներն էլ լավ ասեցին, զգուշ լինենք, փսակը, մեր ջամալներ, կարծեմ ջամալ ախպերներ խոսում, ամբողջ կռիվը փսակի համար է։ Եթե մենք չլրջանանք, այդ փսակը մեր ձեռից կառնեն, մեր վրա խաբար չի լինի։ Իսկ եթե լրջանանք, առանց ամոթի դավանենք Տիրոջը, Տիրոջ խոսքը ու ապրենք Աստծո կանոններով, Աստված կօրհնի մեզ։ Ինչեր են քաշել Տիրոջ օրվան համար, այդ մի օրը, որ պահել են եղբայրները, դա մյուսին կխոսանք, եթե Աստված կամենա։ Ինչ նեղություններ են քաշել, անգամ բերդերում։ Լևչուկի կյանքից ես կասեմ, Բելի Խախպոր կյանքից կասեմ, մեր ավակ եղբայրների կյանքից տեղյակ ենք ասենք, ու կտենանք ինչքան կարևոր հարցեր կան։ Տեսեք ինչ է ասում Պողոս եղբայրը, 10-րդ գլուխն եմ կարդում։ Ինչքան լուրջ կետերի վրա կանգնել է Պողոս եղբայրը։ Ասում է չեմ ուզել, ինձ հետ կարդացեք եղբայրներ քուրեր, գրեք,
գրեք դրանք մեզի, չեմ ասում ձեզի, մեզի բոլորիս պետք է գալու, որտեղ հոգևոր մարդը մենակ պաշտամունքով չի բավարարվում, պաշտամունքը որ վերջանում է, գրածը մի հատ էլ կարդում է, գրածը մի հատ էլ ոնց որ հետ է տալիս, նայում է, նորից կարդում է, որ լավ մարսի, պետք է հիմա որ դու լսեցիր, կարող է լսես, մի մոմենտ այտենց առնես մի բան, բայց հետո մոռանում ես, բայց որ գրում ես, եթում ես տուն, մի հատ էլ գրածդ ես կարդում, մի հատ էլ աղոթք ես անում դրա վրայով, եղբայրները ամբողջ պաշտամունքին որ խոսացել են, լրիվ թեմաները գրեք, մի անգամ փորձելու համար մի հատ եղբոր հարցրեցի, ասի որ չես գրում, լրիվ հիշում ես, ասեց հա, ասի օրինակ ես ինչ եղբայրը ինչ թեմայի մասն էր խոսում, լրիվ ուրիշ բան ասեց, ասի ագրամներն եկել են, սերմերը հանել են ուղեղիդ միջից, դրա համար է սրտիդ մեջ չի իշնում, որ մտնի ուղեղ, դրանից հետո որ կարդաս տունը աղոթես կիշնի սիրտ ու դրանից հետո կտարածվի մեր մնացած անդամների եւ օրգանների վրա։ Տեսեք ինչ ասում Կորինթոս 10, ասում է չեմ ուզեր, որ չգիտող ըլնակ եղբայրներ, որ մեր հայրերը ամենն ալ անպիտակ էին, ամենն ալ ծովեն անցան, ամենն ալ Մովսեսով մկրտվեցան, ամպի ու ծովին մեջ, եւ ամենն ալ նույն հոգեվոր կերակուրը կերան, ու ամենն ալ նույն հոգեվոր խմելիքը խմեցին, վասնզիկ խմեն այն հոգեվոր վեմեն, որ անոնց հետ կերթար, ու այն վեմը Քրիստոսն էր։ Տեսեք այս 1, 2, 3, 4 խոսքերում ինչը որ ասում է, ինքը չի ասում ոմանք, ասում է ամենն ալ։ Այսինքն բոլորը մասնակից են եղան այդ ամեն ինչին։ Ինչին մենք մի քիչ հետո կզրուցենք։ 5-րդ խոսք, ասում է, բայց ոչ թե անոնց մեջ շատերուն հավանեց Աստված։ Տես ամենն ալ մասնակցեցին ամեն ինչին, բայց շատերին չհավանեց Աստված։ Աստծո հավանածը ուրիշ է, մարդու հավանածն ուրիշ է։ Մարդը կարող է հավանի քո պաշտամունքին։ Մարդը կարող է հավանի քո ընթացքին, հոգևոր ընթացքին նկատի ունեմ, բայց հարցը Աստված հավանում է թե չէ։ Այդ մի քիչ հետո կկարդանք դրա մասին։ Ասում է, բայց անոնց մեջ շատերուն, չի ասում բոլորին, շատերուն չհավնեցավ Աստված, վասն զանապատի մեջ փռված ընկան։ Ու այն բաները մեզի օրինակի համար եղան, որպեսի չար բաներու ցանկացող չլանք, ինչպես անոնք ցանկացան։ Տունժմը չնենք, ինչպես անոնց մեջ ոմանք տրտնջացին ու սատակիչեն ջարդվեցան։ Բայց այս ամեն բաները իբրև օրինակ կպատահեր անոնց, իսկ մեզի, որոնց դարերու վերջը հասավ, խրատի համար կլնար, որ գրվեցավ։ Ուստի ան, որ կսեպետե հաստատ կեցած է, թող զգուշանա, որ չնա թե ընկնի։ Վերջն դե խոսում է փորձության մասին, մարդկային փորձությունը ձեզ զատ բան չի պատահի, եթե փորձություն լինի, քո կարողության չափով Աստված կարող է նաև ելք տա։ Ուրեմն եղբայրներ քուրեր, ինչ կարիք կար, ինչն էր Պողոս առաքյալին դրթել, որ ինքը խոսեր այս մասին, խոսեր հրյաների այդ Եգիպտոսից դուրս գալու մասին, իրանց այդ անցած կյանքի մասին, անապատի մասին, ծովի մասին, ուտելու, խմելու մասին։ Հետաքրքիր է, Պողոս առաքյալը, երբ որ կարդում ասում եմ Տեր Աստված, ինչ կարիք կար, որ Պողոսը ասես բերել էր այդ հին ուխտի անցածը, բերում կապում էր նոր ուխտի հետ։ Բերում կապում էր այս Կորինթոսի ժողովրդի հետ։ Վերջը ինչ կա սրա մեջ, որ մենք էլ եղբայրներ քուրեր կարողանանք կապենք, պետք է գտնենք տողերի արանքում բաներ կա, որ պետք է գտնենք մեզ համար, իրանց համար, դա գրվել է, օրինակ է եւ այլը, խրատ լինի մեզի, որ նայենք, ասում է հիմարը, որ նայում է թեկուզ դիմացին իմաստուն է, բայց սխալ է գործում, որ տենում է սխալը գործում է, ինքը տեսնում է, սովորում է, չի անում, ինքն էլ է իմաստուն դառնում։ Հիմա մենք տեսանք, օրինակ, Պողոս աղբերն ինչ ասում, ասում է, տեսեք, երկրորդ խոսքը, ասում է, եւ ամենն ալ Մովսեսով մկրտվեցան, ծովի մեջ, եւ ամենն ալ նույն հոգեվոր կերակուրը կերան, եւ ամպի մեջ մկրտվեցան, եւ ծովի մեջ, հոգեվոր կերակուրը կերան, ամենն ալ նույն հոգեվոր խմելիքը խմեցին, վասնզի կխմեին այն վեմեն, որ Քրիստոսն էր։ Էսի իրանց հասկանալի է, եղբայրներ քուրեր, իրանց թողենք հələ մի պահ։ Վերցնենք մեզի։ Ստե ասում է մկրտվեցան։ Գիտեք ինչ, էսի լրիվ հոգևոր մարդկանց մասին է ասում։
Այսի նորադարձներին էլ չի վերաբերվում այս քարոզը, երևի։ Բայց այն լուրջ նորադարձները, որոնք սրտան սկպնում են Տիրոջը, որոնք պետք է նոր մկրտվեն, իրանց էլ է վերաբերվում։ Տեսեք, ստասմա բոլորն էլ մկրտվեցան, ամպի եւ սյունի մեջ։ Ստեղ հոգևոր մարդիկ էին, վերցնենք մեզ, ջրով մկրտված էին, հոգով էլ մկրտված էին։ Ստասմա կերան եւ խմեցին, ասինքն Քրիստոսից հաղորդության մասնակցեցին, Տիրոջ Սուրբ Արյանը մասնակցեցին, Տիրոջ Սուրբ Մարմնին մասնակցեցին։ Ու ներքևում գիտեք ինչ ասում։ Ասում է, այս ամեն ինչը եղավ, բայց ոչ թե անոնց մեջ շատերուն հավանեց Աստված։ Վասն անապատի մեջ փրված ընկան։ Այսինքն հնարավոր է եղբայրներ քուրեր, չի բացառվում։ Մարդը եկեղեցու անդամ լինի, մկրտված լինի, հոգևոր կերակուր ուտի, Տիրոջ Արյան Մարմնին հաղորդ լինի, վերջը այս պաշտամունքներին հաղորդ լինի, այս էլ է կերակուր, այս էլ է խմելիք, այս ամեն ինչին հաղորդ լինի, բայց կարող է վերջում պակասի հանգարց։ Այսինքն բայց կարող է վերջում հափշտակությանը չմասնակցի այդ մարդը։ Ինչքան կարևոր է, որ մենք մտածենք գիշեր ու ցերեկ, որ հանգարց մեր քսակը մեր գլխից ոչ մեկ չգողանա։ Ինչի մար ասում ամուր բռնի քո փսակը, այդ թուլ բռնես կտանեն, այսինքն եթե հավատքի կյանքին անլուրջ աշկերով են նայում մարդ, մենք էլ տեմես այդ մարդու գլխից փսակը գնացել է, իրա վրա խաբար չկա, բայց կարող է ինքը պաշտամունքի մեջ լինի, բայց Աստված սիրելով մարդուն խրատում է, դաստիարակում է, անգամ կարող է թույլ տա մի ապտակել ուտի, ստեղ մեզ մոտ Բելգիայում մի երիտասարդի հետ ենք խոսում, եկեղեցու անդամ էր, վերջը սայթակել էր, ծխում էր, բոլորն էլ գիտեն, դրա համար եմ ասում, ծխում էր, իրան մեկ խրատ, երկու խրատ, արդեն ինչքան ժամանակ է, երկու օր առաջ էլ վերջը նորից միտեղ տենց գնացել է օգնելու իրար հետ ենք, այդ եղբոր հետ ենք, վաղուց հոգևոր է, Հայաստանում ջրով մկրտված, հոգով մկրտված, եկեղեցու անդամ եկել են ստե ընտանիքով, ասում եմ այ ախպեր ջան, այդ հնչի ծխելը չես թարգում, դե ձկներ կան չէ, որ սենց իրանց թափ են տալի, մահանաներ են մանգալի, ասի քանի տարի արդեն Աստված քեզի համբերում է, ասի քո երեխեքին, եթե երեխուդ 5 տարի, 7 տարի նույն բանը ասես, չլսի մեծ սիլա տալիս ես, կամ մի հատ ականջը ձգում ես, ասի վրեժ ջան, ասի եղբայր ջան, եթե դու բան չանես, չդզվես, Աստված կարող է մի հատ ականջը ձգի, Գլխը կախեց բան արեց, հա, եղբայր, բայց դե բերանի խոսքը սրտի չի համապատասխանում։ Մյուս օրը, այսինքն 3 նստած ենք մեր եղբայրներից մեկի տենց տունը կանչել էին, տենց իրիկունը հավաքվել ենք, մեկ էլ տենամ այդ եղբայրն եկավ, ուրեմն սղոցով կդրելուց, տենց սղոց կա կդրելուց, ասի ես ինչ այլ աղբեր, աղբեր ասում է խրթոց լսա, ինչ խրթոց լսա, աստորեն սղոցը, սեն տապակ սղոցներ կա, որ դռներ են կտրում հետևից, ուրեմն չի տեսել, թե ինչ արա, սենց սղոցը մատերի կեսը վերցել է, ասում է խրթոցը որ լսա կանգնացրեցի, վերջը տենց փաթաթը եկել էր, դե ես էլ յանի բժիշկ եմ, վերջը բերեցի, մաքրեցի, յոդով, բանով, տենց պերեկիսով բան եմ անում, համ մատերն եմ մաքրում, լրիվ արյունա, կեղտա, բանա, դե բանից շուտ փաթաթել են, որ արյունը բան չլներ, համ էդ եմ փաթաթում մաքրում, համ էլ հոգևոր եմ փաթաթում մաքրում, ասում եմ եղբայր, օրինակի համար հնչի ճկուտը չկդրվավ, ասում եմ են ճիշտ այս մատերով որ պաբիրոզն էր բռնում, տենց էլ ասեցի, ասի որ մատերով որ պաբիրոզը բռնել ես, հենց այն դրանք էլ կդրվել էր, սենց խորը, երկու խորը սենց գնացել էր, ասես ճիշտ ես ասում, եղբայր ջան ասում, տամպան մեզ սիլաուտ ես, մի հատ ձգի ականջը տասված նոր խելքդ գլոխդ գա, հիմա եղբայրներ քուրեր, հնարավոր աստե, Պողոս Առաքյալը ինչ ասում, ասում է կերան, խմեցին, հոգևոր, լրիվ լավ էր, բայց Աստված չհավանեց։ Ժողովուրդ ջան, մենք մեկիցս գոհ պետք է լինենք։ Գոնե մեր հավիտենության մասին լուրջ պետք է մտածենք։ Այդ եղբորն ասում եմ, եղբայր, դու անլուրջ աշկերով ես նայում հավիտենական կյանքին։ Ասում քո առողջությունը, քո փողը քեզի լինի, քո գլխին կպնի տենց ասած։ Եղբայր դու կռապաշտ ես։ Էդի կռապաշտությունն է, դու պաշտամունք ես մատուցանում սատանային այդ ծխով։ Վերջը, հələ տենանք ինչ կլինի։
Եթե չեք կարող մյուս մատեններ կդրի։ Մինչև խելքը գլուխը գա։ Ու տեսեք, ինչն էր խնդիրը, այստեղ մի քանի կետերի վրա Պողոս եղբայրը կանգնում է։ Տեսեք ինչ ասում շարունակության մեջ։ 6-րդ խոսք իրար հետ նայենք։ Ու այն բաները մեզ օրինակի համար եղավ, որպեսզի չար բաների ցանկացող չլանք, ինչպես անոնք ցանկացան։ 4-5 կետեր աստեղ Պողոս առաքյալը ասում, որ դրանց ասма ցանկացող չլանք։ Աստված ինչու չհավանեց ոմանց, որովհետև չար բաների ցանկացող են իրանք։ Բարի բաների ցանկացող չէին։ Գիտեք ինչ, եթե դու բարի բաների ցանկացող լինես, իրոք արդարության, սրբության, իրավունքի ցանկացող լինես, դու անապատում փռված չես ընկնի։ Դու հարությանը կմասնակցես, սիրելի օքի։ Իսկ եթե դու եկեղեցում ես, մասնակցում ես Տիրոջ Սուրբ Արյանն, մարմնին, լսում ես, պաշտամունքի գնում ես, բայց քո ներսում չար բաների ցանկություն կա։ Դու ցանկանում ես դեռ աշխարհը, ցանկանում ես չար բաները, որը Աստծուն հաճելի չի։ Հավատացած եղի, սիրելի հոգի, ես էլ լինեմ, ես էլ այտենց եմ լինելու։ Դու լինես, դու էլ ես այտենց լինելու, որ երկրում ուզում ապրես։ Երկնքից Աստված լրիվ նայում է, տեսնում է։ Քո փափագը, քո ցանկությունը դեպի չարն է, թե դեպի բարին է։ Ասում է չար բաներին ցանկացան իրանք։ Գիտեք ինչ, հնարավոր է ձեռը չի գնում։ Միազնավորության ստենքը չար բաներ ցանկանում էր, բայց ձեռը չեն գնում։ Այս մարդիկ էլ են ցանկացել, կարողա չեն արել, չեն հասցրել ոմանք։ Դե անապատում ինչ պետք է անեն, ինչ կարած է այդ են արել։ Ստե գրած է, մեր քո համար ես կասեմ կգրեք։ Մարդը երբ որ սրտով է ցանկանում դրան, ինքը արդեն դրա մեջ է։ Հիսուսն ասում է, եթե նայեցիր ու ցանկացար սրտիդ մեջ, դու արդեն այդ նույն մեղքը գործեցիր։ Հնարավոր է քո ձեռը չընկնի, դու ասում ես դե հավատացյալ եմ, դե եւ այլը, բայց ցանկանում ես դրան ամբողջ սրտով։ Աստված ինչի ասում, սրտովնին Եգիպտոս դարձան, իրանց սոխու սխտորին դարձան։ Ժողովուրդ ջան, ինչքան կարևոր է մեր սիրտը մաքուր պահենք։ Մատթեոս 5:8-ում գրված է երանի սրտով մաքուրներին, նրանք Աստված պետք է տեսնեն։ Իսկ եթե Աստծուն պետք է չտեսնես, չգիտեմ ումը պետք է տենաս ընդ։ Երկրորդ կետը որն է։ Ասում է, ուրեմն զգուշ լինենք, որ չար բաներ չցանկանանք, եղբայրներ քո, եթե բաներ կա, դու գրի քո մոտ, նշան արա, որ աշխատես քո վրա աղոթքով։ Երկրորդ արգելքը, որ դու հանգարց չբացակայես, հերու չմնաս, չպակսես հափշտակությունից։ Երկնքից հանգարց չպակսես, անապատի մեջ, այս աշխարհի անապատի մեջ փռված ընկած չմնաս, սիրելի օքի։ Երկրորդ խնդիրը, որ կարա լինի, ասում եմ ոչ էլ կռապաշտ լինենք, 7-րդ խոսքն եմ կարդում։ Ոչ էլ կռապաշտ լինենք, ինչպես անոնց մե ոմանք, որ կռապաշտ եղան, ինչպես գրված է, նստան ու տեր խմելու վերջը Հելան սկսան իրանց վերջը մեղքերը գործել։ Ինչա նշանակում կռապաշտ։ Կռապաշտ այն ժամանակ հասկանալի է, կուրքը սարքեցին, մի հատ հոր սարքեցին, սկսան դրա կողը ֆրֆռալ, շնություն անել, մեղքեր գործել, վերջը։ Գիտեք ինչ, այսօր էլ հնարավոր է։ Իրանց հələ իրանց թողենք։ Մեր ժամանակ հնարավոր է մենք կուրք պաշտենք, թե չէ։ Հնարավոր է։ Եթե մի բան, օրինակ մի անձնավորություն ինձ ասում էր, չեմ ուզում ասեմ ինչ ասե, ասում էր առանց սրա, եղբայր, ես իմ կյանքը չեմ պատկերացնում։ Ասի, բայց շատ ցավալի է, գիտես, ասի, որ դու այսքան տարվա հավատացյալ ես, ոչ թե հոգևոր ես, հավատացյալ ես, բայց առանց Քրիստոսի, ասում եմ, բերանիցը դուրս չի գալի, ասես, առանց Քրիստոսի ես իմ կյանքը չեմ պատկերացնում, ասում ես, առանց այս արարքի ես իմ կյանքը չեմ պատկերացնում։ Ասում եմ, այդ ինչ փայլեցնել է փայլեցրել այդ կուրքը։ Այդ ինչ սիրահարվել այդ կուրքի վրա։ Ժողովուրդ ջան, եթե դու մի բան սիրում ես ու դրա մեջ կյանք ես տեսնում, առանց դրա դու չես կարող, դու կռապաշտ ես, ոչ թե աստվածապաշտ ես։ Մարդը կամ պետք է լինի աստվածապաշտ, կամ պետք է լինի կռապաշտ։ Ես չեմ խոսում սայթակումների մասին, կարող է քո չուզած բանը դու սայթակես անես, բայց եթե անունը սայթակում ես դնում, մի հատ եղբայր միշտ գալիս զրուցում ենք, ասում է եղբայր սայթակել եմ, մի օր ասի,
Այ ախպեր, այդ չի նոմսկի, որ չսայթակես։ Այդ անունը եկե դրել է սայթակում եմ, հա, ու քո ցանկություններն ես կատարում։ Ասել մի օր արի ասա, որ չսայթակեցի, էլի։ Հաղթեցի։ Ժողովուրդ ջան, իմ աղաչանքն է մեզ բոլորիս։ Այս վերջին օրերն է, պատերազմենք երկինք մտնելու համար, պատերազմենք մասնակցենք հափշտակությանը, պատերազմենք այն փսակը, այն շնորհքը, որ Աստված տվել է, ոնց որ խոսում են եղբայրները, էդի հանգարց չտանք մենք դիմացինին, գողերին հանգարց չտանք։ Կռապաշտություն հնարավոր է դու իրոք քո սրտի մեջ էլ կռապաշտ լինես։ Քո սրտի մեջ կարող է դու քո սրտով դառնաս դեպի Եգիպտոս, գիտես։ Այդ դու չես անում, շատ բաներ կա չես անում, այդ չես անում, բայց քո սրտի մեջ անում ես։ Մի հատ քույրիկ կար Եվրոպայում, ուրեմն երեխուն անենց էր զուգում զարդարում, անենց էր տյունինգ անում, sense նայում եմ, քյորփա երեխա է, քյորփա աղջիկ երեխա է, այ քուր ասում ես երեխուն ինչի՞ ես sense տյունինգ անում, sense զարդարում, sense լղոզում եւ այլը, դե երեխա է, էլի եղբայր ջան, ասի քո սրտի մեջ ինչ որ կա, դու էդի այս խեղճ երեխու վրա ես լցնում, որ քո սիրտը հովանա, որտեղ ներսովը դու դեռ Եգիպտոսում ես, սիրելի քույրիկ։ Եղբայրներ, հնարավոր է մենք էլ այդպես լինենք։ Եթե չենք Փառք Հիսուսին, շատ ժամանակ մենք ասում ենք Տեր Աստված, մաքուր է եւ այլ եւ այլն, բայց մեր սիրտը Եգիպտոս է։ Այսինքն մենք նորից ցանկանում ենք աշխարհը։ Մեր ամբողջ սրտով մենք նորից փափագում ենք եգիպտական այդ կեղտն ու զիբիլը ուտելու։ Ասում եմ կռապաշտ մի էլի դու։ Պաշտամունք, որ քո ներսում դու դրան երկրպագում ես, մտածում ես դրա մասին, ցանկանում ես, երազում ես դրա մասին ու փափագում ես, որ դա իրականություն դառնա։ Այս շատերը չեն փափագում, միանգամից կատարում են։ Մի հատ քույրիկ ասում քուր ջան, դու վերջը պաշտամունքի ոնց որ շուտ ես ուշանում, շուտ էր տարիներ առաջ էլ Հայաստանում ենք։ Իր ամուսինը գիտեք ինչ ասեց։ Ասեց Սողոմոն ջան, ասեց մի ժամից ավել հայլու դեմ ակայնում։ Այ քուր ասի մի ժամից ավել հայլու դեմ կանում ես, ինչ անես։ Մազեր 16-ից քաշում ես, հատիկ ես դզում, թե ինչ ես անում։ Լավ աշխարհում էլ հասկացանք։ Եգիպտական այդ պաշտամունքը պետք է ներքո։ Հիմա ինչ ես անում։ Պետք է անպայման լրիվ տեղը լինի, հա։ Մեր քուրերը Տերը օգնի իրանց։ Էլի կոկիկ, էլի ակուրատնի, սիրուն, մաքրվում, զարդարվում, հարդարում դուրս են գալի։ Բայց ինչա նշանակում քեզանով գերվել։ Մարմնապաշտ լինել, ինչպես Պողոս Առաքյալն ասում Տիմոթեոսին։ Ժողովուրդ ջան, ապաշխարենք այդ կռապաշտություններից։ Կռապաշտության մի կողմ ես բացատրեցի, բայց դրան տարբեր նորից վերջը անկյուններ կան։ Մյուս կետը 8-րդ խոսքը։ Ասում է պոռնկություն չնենք, անառակություն չանենք, ինչպես անոնցում է ոմանք վերջ անառակություն արեն պոռնկության եւ մի օրվա մեջ 23000 հոգին կան։ Գիտեք ինչ, էդի մարմնավոր այդ անառակության մասին չի խոսքը, մեր օրերուն վերցնենք, թեև դա էլ մեջն է։ Շատ մարդիկ այդ սայթակումներն ունեցել են։ Աստված թող պահի մեզ, մենք ոչ մեկից լավը չենք։ Եթե մնանք Տիրոջ ոտերի մոտ, Աստված կպահի մեզի։ Ասում եմ չլինի, որ այդ մեղքը գործենք, ես իմ մոտ գրել եմ, ու հանգարց այդ բաների մեջ ընկնենք։ Գիտեք ինչ նշանակում անառակություն անել, պոռնկանալ։ Դա մարմնավորի մասին չի խոսքը։ Վերցնենք մեր այս ժամանակների մեջ։ Տեսեք ինչ ասում Եսային դրա մասին։ Ինչ նշանակում պոռնկություն չնենք։ Գիտեք ինչ, երբ որ մեկի հետ ամուսնացած է, բայց վերջը ուրիշ քայլեր է դիմում իր կյանքում ուրիշների հետ, դրան ասում են, «Էս ինչ է»։ Ներչը գիտեք։ Հիմա մենք պատկանում ենք Աստծուն։ Մենք Քրիստոսի հարսն ենք։ Եթե մենք Քրիստոսի հարսն ենք, բայց մենք կապնվում ենք աշխարհի ինչ որ ցանկությունների հետ եւ ապրում ենք դրա մեջ, մենք հոգեվոր անառակ, հոգեվոր պոռնիկ ենք ուրեմն։ Տեսեք ինչ ասում Եսայի մարգարեն առաջի գլխում ասա, լրիվ հոգեվոր բանի մասին է էսի մարմնավոր դրա մասին չի։ Մեկի 20 խոսքից եմ կարդում, 20 եւ 21, հիմնականը 21-ը։ Բայց եթե զիս մերժելով ապստամբեք, սուրը պիտի ձեզ ուտե, վասնզի Տիրոջ բերանը խոսեցավ, 21-ը, ինչպես պոռնկացավ այդ հավատարիմ քաղաքը,
Աստված Երուսաղեմին հрьяաներին տեսնում էր մի հավատարիմ քաղաք, ասում անիկա իրավունքով լեցուն էր ու անոր մեջ արդարություն կբնակվեր, բայց հիմա գրված է մարդասպաններու բնակարանա, ասում ինչպես պոռնկացավ։ Այդ ժողովուրդ ջան, էսի անառակության մասին չի, հոգևոր անառակության մասին է։ Այսինքն մարդ ոնց է դառնում հոգևորը տենց։ Տեսեք ինչ ասում, անիկա իրավունքով լեցուն էր։ Այսինքն եթե ես աստվածային իրավունքով լեցուն եմ, բայց թողում եմ աստվածային իրավունքները, Աստծո պատվիրանները, Աստծո շնորհքը, Աստծո օրենքները, իրավունք, այսինքն ես պետք է հասկանամ, ես Աստծուն եմ պատկանում, ես իրավունք ունեմ այս կյանքը ապրեմ թե ոչ։ Ես իրավունք ունեմ այս քայլը անեմ թե ոչ։ Ժողովուրդ ջան, ասում լեցուն էր այդ ժողովուրդի իրավունքով։ Ասում անոր մեջ արդարություն էր բնակվում։ Եթե իմ մեջ արդարություն էլ չի բնակվում, ես հոգևոր պոռնիկ եմ դառել, հոգևոր անառակ եմ դառել։ Եթե տեսեք ինչ ասում, եթե իմ մեջ էլ իրավունքը չի գործում, ես ինչ ուզում հետ եմ անում։ Մի հատ եղբոր ասում այ ախպեր, դու իրավունք չունես այս բանը անես։ Ասում ես եմ որոշում ինչ պետք է անեմ։ Ասի բայց ոչինչ որ դու Աստծուն ես պատկանում։ Դու պիտի նայես այդ հարցի մեջ Աստված քեզ իրավունք տալիս է մտնես թե ոչ։ Գիտեք ինչ, չլինի որ ասում այդ անառակությունը գործենք, այդ պոռնկությունը անենք, տեսեք ինչ է գրած շարունակության մեջ։ Ասում տեսեք, չնենք այդպես ու մեկ օրվա մեջ 23000 վերջը հոգի ընկան։ 9-րդ խոսքը։ Ասում Քրիստոսին էլ չփորձենք։ Ինչպես անոնցում է ոմանք փորձեցին ու օծերեն ջարդվեցան։ Ժողովուրդ ջան, իրոք մարդը, եթե վերևինը իր կյանքում արդեն սայթակում է արել, եթե ինքը իրոք անառակ է դարձել հոգևոր, պոռնկացել է, ինքը արդեն 9-րդ խոսքը սկսում արդեն տրտնջալ, սկսում է փորձել Աստծուն, հասկանում եք։ Հայտնության մեջ ինչի մար ասում, հայտնություն 17-ում է գրված, ասում է երկրի թագավորները, բնակիչները այդ անառակի հետ, սատանու հետ ասում է պոռնկացան։ Էդի մարմնավորի մասին չի, այսինքն այդ մեղքերը սկսան գործել, այդ աշխարհային ցանկությունները սկսան կատարել, այդ անմաքուր գինուց սկսան խմել, հասկանում եք։ Իսկ էդի մեր բաժինը չի, էդի մեր համար չի, ժողովուրդ ջան։ Տեսեք ինչ ասում, Քրիստոսին չփորձենք, գիտեք ինչ, այսօր շատերը փորձում են, փորձելու տարբեր անկյուններ կա, ընդամենը մեկն եմ ասում, ժամանակը որ շատ չխլենք, արդեն մոտենում ավարտին, Արթուր ախպորն ասում Արթուր ախպեր, դե ասես 12-ին վերջան ասում Արթուր ջան, թո երկարի ժամանակ կգա, էս էլ չի լինի։ Մի 10 րոպե, 20 րոպե, կես ժամ, էս կոմենկոմ, ժողովուրդ ջան, քեզի չի խանգարի։ Եթե դու իրոք նվիրված մարդ ես, կիրակին 7-րդ օրը, տիրոջ հանգստի օրը տիրոջն ես նվիրել, քո համար պաշտամունքի դեմ նստել լսել, ես մարդ գիտեմ կիրակի 2-3 պաշտամունքի եմ մասնակցում։ Փորձել Քրիստոսին, ասում է, եւ Քրիստոսին չփորձենք, ինչպես անոնց մե ոմանք փորձեցին, օծերեն ջարդվեցան։ Մարդիկ փորձում են իրանց ուզածով ապրել։ Փորձում են, ասում եմ, մի օքի, ասում եմ, ես պետք է փորձեմ, տենամելը ինչ կլինի։ Փորձել էր ու փորձվել էր, մեծ մեղքերի մեջ էր ընկել։ Գիտեք ինչ էր փորձել։ Ասել էր ես պետք է մի հատ փորձեմ հələ, ես հոգևոր մարդ եմ, լեցված եմ, վերջը գնացը մտել էր անմաքուր տեղ, մտնելու մի անգամից մեղքի մեջ ընկնելը մեկ էր եղել։ Այսօր մարդը մտածում է ինքը որ հոգևոր է, ինքը ամեն տեղ, ամեն ինչում ազատ է։ Ոչ սիրելի հոգի, մի փորձի Աստծուն։ Դու զգոն պետք է լինես։ Չփորձես քո կյանքով էլ հանգարտ, ես իմ մոտ գրել եմ, որ փորձեցին ու բռնվեցան, մտածում են, որ օծը չի խայթի, բայց գիտես ոնց խայթեց։ Շատ մարդիկ ցանկը կդրել են ժողովող 10, ես իմ մոտ գրել եմ, կարաք ձեր մոտ գրեք, ժողովող 17-ում գրված է, ցանկը ասում է քանդողին, օծը խայթում է։ Այսօր մարդիկ փորձում են իրանց ցանկությունով ապրել, փորձում են Քրիստոսին, այսինքն խոսքից դուրս ապրել։ Սատանան հոբի մեջ ինչ ասում առաջի գլխում, ասում է դու նրան ցանկով պատել ես լրիվ, դու ցանկով պատված ես սիրելի հոգի, մի փորձ այդ ցանկից դուրս գալ,
Երևանի մեր քալանթարի երեխեքից մեկը, ես որ Վառնայում էի, ինձ զանգեց մի հատ խնդիր ուներ։ Ասում է գիշերը չեմ կարող քնեմ, վերջը սատանեկը դևերը նեղացնում են։ Ասեմ այ քուր ջան, դու հոգով ջրով մկրտված մարդ ես, չէ՞, բահա։ Բացի սատանե քո սենակի մեջ ինչ գործ ունեն։ Այդ հնչեն հույր եկե քեզի։ Այդ ինչի համար տիրոջ հրեշտակները չեն եկել, որ գան քեզի վերջը օրհնեն, քեզ հետ լինեն, խորհուրդներ տան։ Եկել են սատանեկը, հա, սատանի ճտերը, դևերը։ Հնչեն եկե։ Դե հեշտ է վիզ առնելը։ Չգիտեմ։ Վերջ ասի լավ, աղոթք կանենք։ Աղոթք ենք անում, մետես քալանթարում եմ պատմել։ Աղոթքի մեջ Տերը ցույց տվեց կլոր մի հատ ցանկ, այդ կլոր ցանկը ամբողջ աշխարհն էլ է կարող ցանկապատի, գիտեք։ Ու այդ քույրիկը մեջտեղը, մեկ էլ տենամ այդ ցանկը sense բացեց ու դուրս եկավ, դուրս գալու օծը խայթելը մեկ էլ ավ։ Զանգեցի մի անգամից աղոթքից հետո, ասի քույրիկ ջան, Տերս էս բանա ցույց տվե, ինչ ես արել։ Նոր տենամ դեն մզալով կմկմալով բահա ասես բան եմ արել։ Այ եւ այցեղ, բա որ մեղք ես գործե, դու ուզում ես օծը քեզ չխայթի։ Փորձել ես քո կամքով, քո զացով ապրես, ուզում ես օծը քեզ չխայթի։ Այս դե կետած խոստովանվես Արթուրին։ Կասես որ sense սխալի մեջ եմ ընկել, որ աղոթի որ այդ մեղքը ներվի քեզի։ Ժողովուրդ ջան, չփորձենք հանգարց Քրիստոսից դուրս կյանքով ապրենք։ Այսօր ինչքան օծից խայթվածներ կան, գիտեք։ Այսօր sense նայում ես ինքը նայում ես ոնց որ թե խայթված չի, բայց թույնը մեջն է, աշխարհի թույնը մեջն է։ Աշխարհի ցանկությունները այդ մարդու ուղեղի մեջ է։ Աշխարհի կեղտը այդ մարդու սրտի մեջ է։ Այդ մարդը նստած է պաշտամունքի, բայց ուշք ու միտքը լրիվ ուրիշ բան է։ Ժորժան, զգուշ պետք է լինենք։ Այսօր օծից խայթվածներ անգամ եկեղեցիներում կան, եղբայրներ կան անգամ։ Օծից խայթված թույնը մեջները անգամ քարոզներ կարող անեն։ Դրա համար իմ աղաչանքն է, ես իմ անձին զգուշություն եմ անում, դուք էլ ձեր անձին զգուշություն արեք, որպեսզի հոգևոր ականջները բացվի մեր, հոգևոր աչքերը, սրտի աչքերը բացվի, Եփեսացի 1:18-ում է գրված, որ դե սրտի աչքերը լուսավորվի, որ բացվի մենք կարողանանք տարբերենք այդ ամեն ինչ իրարից։ Եվ վերջի կետն էլ կարդամ, գրված է վերջինը, եւ տրտունջ չնենք, ինչպես անոնց մե ոմանք տրտունջ ըրեցին ու սատակիչեն ջարդվեցան։ Գիտեք ինչ անշնակում տրտունջ չնենք։ Այս ամեն ինչը ոնց որ թե հрьяաների փորձից էր բերվում, բայց ասում եմ մեզի հասավ այս ամեն ինչը։ Տեսեք ինչ է ասում 16-րդ գլխում Ելիցուի, Գիրք Ելից 16 գլուխ, տրտունջ, այսինքն դժգոհ, բողոքող, չգոհացող, վերջը անբավարար, իրան չի հերիքում միշտ ինչ-որ մի բան։ Եգիպտոսից մարդիկ դուրս էին եկել, տեսեք Պողոս առաքյալը խոսում է Եգիպտոսի մասին, խոսում է իրան ժամանակների մասին։ Մենք էլ խոսում ենք մեր ժամանակների մասին։ Ու տեսեք, ինչ է գրված 16-ում։ Երբ որ արդեն դուրս են գալի, չվում են դեմ Իսրայելի որդիներ, ասում են բոլոր ժողովուրդը եկան, Սինանապատ եւ այլն։ Ինչ ասում 3-րդ խոսքից եմ կարդում։ Եվ Իսրայելի որդիները ըսին անոնց. Երանի թե Տիրոջ ձեռքով մեռած լայնք Եգիպտոսի երկրի մեջ, երբ մսի կաթսաներիքով նստած ենք ու կուշտ հաց կուտենք, ինք ասում է քանզի մեզ այս անապատը հանես, որ բոլոր ժողովրդին անօթությունը մերցնե, վերջը անմիջապես Տերը լսում է այդ ամեն ինչը։ Եվ ասում է ձեր տրտունջի համար 7-րդ խոսքում ասում է առատուն պիտի տեսնեք Տիրոջ փառքը, վասնզի Տիրոջը դեմ ձեր հրած տրտունջը ինքը լսեց, եւ մենք ով ենք որ մեր դեմ կտրտնջակ։ Ժորժան, իրանք բողոքում էին, ասում են Աստված մեզ հանելա, որ այս անապատի մեջ կորցնի։ Ասենք այսօր շատ հավատացյալներ բողոքում են, ասում են այս Եգիպտոսը, որ մենք թողել ենք, այս ինչ է այս հավատքի կյանքը։ Այս ինչ է այսի չի կարելի, չի կարելի։ Այս ինչ է այստանով պետք է բավարարվեք։ Մյուս խոսքում հետաքրքիր է, թվոցում էլ ես իմ մոտ համարում եմ 21 գլխումն է, կարակ կարդակ, իրանք անգամ զզվել էին այդ հացից, գիտեք։ Աստծո տված հացից զզվել էին, այտենց է գրած։ 21 գլուխը կարակ գրեք, հետո կկարդակ, ասում են ժողովուրդը Աստծո դեմ Մովսեսի դեմ խոսեցավ ասելով. Ինչու մեզ Եգիպտոսեն հանեցիք, որ անապատի մեջ մերցնեք, քանզի հաց չկա, ջուր չկա, սուտ են ասում բայց։ Եվ այս չնչին հացեն, տեսեք, համ ասում են հաց չկա, համ էլ ասում են չնչին հացեն։
այս չնչին հացեն մեր սիրտը զզվել է եւ ներքևում գրած է Աստված գիզող օծեր բերես միանգամից։ Այսօր ինչքան օծից խայթվածներ կան, որոնք մտածում են, «Էս ինչա դե, ինչա միշտ պաշտամունք, միշտ Աստծո խոսք, այս օրերին պետք է պաշտամունք լինես, այս բաները սենց, այս բանը չի կարելի, այս ինչ հաց եք տալի մեզի»։ Արդեն զզվել ենք այս Աստծո խոսքից։ Արդեն հերիք ամեն օր քարոզ եք լսում։ Ժորժան, այտենց մարդկանց օծը խայթում է։ Այտենց մարդիկ պիտի լուրջ ապաշխարեն, այտենց մարդիկ երկինք չեն մտնելու։ Եվ տեսեք, իրանք սուտել են խոսում, գիտեք, ասում են, երբ մսի կաթսաների քով նստած ենք ու կուշտ հաց կուտենք։ Ժորժան, մենք գիտենք, որ 400 տարի Եգիպտոսում դրանք ստրուկ են եղել, չէ՞։ Այդ ստրուկներին ով էր մսի կաթսաներ տալի, հետաքրքիր է։ Միշտ չէ, մի կտոր չալաղած չէ, միշտ չէ։ Մսի կաթսաներ, պահ։ Մսի կաթսաները եգիպտացիները, հա, կովերն ու ոշխաները մորթում են, խորոված են անում, հա, կամ խաշլաման, բերում դնում են ստրուկների դեմը, ընկեր ստրուկներ, կերեք, կուշտ կերեք, հա։ Բայ ողորմելիներ, ընչեք սուտ խոսում։ Գիտեք ինչ, մարդու սրտի մեջ որ ուղղություն չի լինում, սկսում է դիմացինի վրա արդեն վերևից խոսել։ Ես Եգիպտոսում, մեկ էլ եղբայրները պատմում են, ես լսել եմ, գիտեք ես ով եմ եղել աշխարհում, ով է եղել, այ ոչինչ։ Մենք բոլորս էլ մեղավոր ենք եղել։ Փոխանակ ամոթով հիշենք, Պողոս Արաքյալն ասում ամոթով ենք հիշում։ Մսի կաթսաներ, այդ ինչ մսեր էր ուտում։ Ասում աստե այդ հացից զզվել ենք, ժողովուրդ ջան, չլինի որ մենք արդեն տրտնջանք, ահավոր մեղքերից մեկն է դա, չնայած դրանք լրիվ իրար բարեկամ են, լրիվ իրարու հետ կցված են։ Հիմա դրա պատճառով ասում տրտունջ չնենք, ինչպես նրանցից ոմանք տրտունջ ջրին ու սատակիչ են ջարդվան։ Այսօր սատակիչը, այսինքն սպանողը շատ-շատերին ջարդել է արդեն։ Նրանք, ովքեր որ մտածում են աշխարհում ավելի լավ էր։ Գիտեք ինչ, այսպես չեմ խոսում նենց, որ մարդ ենք, թուլացել ենք, դրա մասին չի խոսքը։ Մարդ, որ իր սրտով Եգիպտոս է դառը, մարմնով եկեղեցում է, սրտով Եգիպտոսում է։ Այդ դրանց մասին եմ ասում։ Եթե մեր մեջ այդպես մարդիկ կան, այս աղոթքի մեջ եղբայրներ քուրեր, մենք պետք է խնդրենք Տեր Աստված, ողորմություն արա մեզ, ես նորից եմ այդ կետերը կարդում։ Ասում են նույն հոգևորը կերան խմեցին, բայց տեսեք ինչ ասում, չլինի որ չար բաների ցանկացող։ Եթե իմ մեջ, քո մեջ սիրելի հոգի, Տերն է այդպես ասում քեզ այսօր։ Եթե քո մեջ չար բաների ցանկություն կա, ցանկանում ես չար բաների աշխարհին, այսինքն այն ինչ որ Աստծուն հաճելի չի, ապաշխարի այսօր։ Մի թող վաղվան։ Մենք չգիտենք վաղը կարող հափշտակություն լինի։ Էձևի մի մեծ թևավոր խոսք կար, այսօր ապաշխարություն, վաղը հափշտակություն։ Ժողովուրդ ջան, եկեղեցին դրան է պատրաստվում։ Այս բոլոր նեղությունները դրա մասին են խոսում։ Տերը կամենամյուս պաշտամունքին կզրուցենք հլը։ Ինչա կոչում այս վիրուսը, այս ոնց եկավ, ինչու եկավ, ոնց է մեկը վարակվում է, մյուսը չի վարակվում, այս ինչ խնդիրներ կան մեր կյանքում։ Ինչու համար է թույլատրությունն է այս ամեն ինչի։ Ժողովուրդ ասում է, չար բաների ցանկացող չլանք, կռապաշտ չլենք, նայ տես քո մեջ կա մի բան, որ դու դրանից չես կարող ազատվես ու չես ուզում սենց պին բռնել ես։ Բայց կարող է ձև անես, գիտես, ճամբարում տարիներ առաջ էր, մի հատ երիտասարդ եկավ, հիշում եմ, վրեժ աղբերներ, մեր ռադստներ, ռադիկ աղբերներ։ Վերջում մի հատ երիտասարդ երեխա էր, եկավ, եղբայրներ մի հատ պրոբլեմ ունեմ սրտիս մեջ, ինչ կլինի, աղոթեք ազատի էլ ինձ Աստված։ Եղբայրն ասում աղոթենք, վերջը լացելով աղոթում ենք, ինքն էլ է լացում։ Դες չի որ մենակ մենք ենք կապել Տիրոջը լացում։ Վերջը բրծանք մեկ էլ վրեժ աղբեր արծրեց։ Հե աղջիկ ջան, ազատվար։ Ասեց, չէ, վրեժ աղբեր։ Վերջը Ռադիկն ասեց մի հատ էլ աղոթենք։ Մի հատ էլ աղոթեցինք, աղոթ, բրծանք Ռադիկն ասեց, հե քուրո ջան, ազատվար։ Ասեց, չէ, Ռադիկ աղբեր, այ քեզ բան։ Համար տեսքան աղոթում ենք, լացում ենք, ինքն էլ է լացում։ Հիսուս ջան, ինձ ազատի։ Վերջը եղբայրներն ասին մի հատ էլ աղոթենք, եղբայրներ։ Աղոթեցինք, ես մի պահ ասի մի հատ առանձնանամ, ասի Հիսուս ջան, չէ որ քո խոսքն ասում է, եթե մեկը քեզի գա դու դուրս չես անում։ Միթե քեզանից հացուզողը քար կամ օծ վերջը պետք է ստանա, ոչ։ Քեզանից այս մարդը վերջը հաց է ուզում, ազատություն է ուզում։ Գիտեք Տերը ինչ բացեց։ Տերը ցույց տվեց մի հատ տեսիլ,
մի հատ կուրկ, այն ինչ որ ինքը շատ էր սիրում, այսպես պինդ բռնել էր, նես պինդ էր բռնել, ու գոռում էր Հիսուս ինձ ազատի։ Աղոթքի կեսից դադարեցրեցի, ասի քույրիկ ջան, մի բան էլ ես ասեմ էլի, եղբայրն ասա Սողոմոն ջան, ասի քույր, դու ուզում ես ազատվես դրանից։ Վայ, դե քույրիկի հիստերիան ուրիշ է, չէ՞ ժողովուրդ ջան։ Մի բան, մի հիստերիա, վայ, եղբայրս ինչ ես ասում, լացում եմ, ասի լսի լա, ասել է թող էդի, այդ հեքիաթները թող։ Ասի Տերը ցույց տվեց, որ ինչից որ դու ուզում ես ազատվես, նենց պինդես բռնե, սրտիդ մեջ նենց ասեն ձուլած, մի քանի տակ սվարկայ արած, ու դու գոռում ես Հիսուս ազատի։ Գլուխը կախեց, մեկ էլ ռադիկ հարցրեց, քույրիկ ջան, այդպես է։ Ասեց հա, վերն ասեց այ աղջիկ ջան ասեց, ես մի ժամը մեզ աղոթել ես տալի, ես մի ժամը մենք գոռում ենք Հիսուսի անունով, վերջը մաքրվեք, դևեր, չգիտեմ ցանկություն, դու բռնել ես այդ կուրքը, մեզ էլ աշխատացնում ես, հա։ Գիտեք ինչ ասեց, ասեց եղբայրներ, Տերը թոնների դուք էլ ներեք, ես ուզում եմ հիմա, հələ չենք աղոթե գոռած, ասեց դուրս եկավ այդ կուրքի մեջից, Ժորժ ջան, ինչքան կարևոր է, որ դու ուզես, որ այդ կուրքը դուրս գա քո միջից։ 5:40 Հովանես գրված է, դուք չեք ուզում ինձի գալ, որպեսի կյանք ունենաք։ Իսկ եթե դու ուզես Քրիստոսին գնաս, անհնար է, որ Աստված քեզ ազատություն չտա։ Տերը թողնի մեզ չտրտնջանք, ոչ պաշտամունքներից, ոչ Աստծո խոսքից։ Մի անգամ մի հատ եղբոր ասա, ախպեր, այնքան տրտնջացին այս ժողովուրդը, միջև Աստված պաշտամունքներն կդրեց իրանց գլխից։ Այս պաշտամունքները կդրվել է մեր գլխից, ժողովուրդ ջան, որ մենք հասկանանք, որը որից հետո է, որ այդքան եկեղեցու մի օքի եկեղեցու պատերն էր պատշում, ասիմ, չէ, բայց այդ մարդը այդքան չէր գնահատում եկեղեցին։ Նաև ես էլ ասեմ եւ գանք աղոթքի, գիտեք ինչի համար էս եղավ։ Էսի մյուս պաշտամունքին ես Տերը կամենա կզրուցեմ, այս վիրուս կոչվածը, այս վարակ կոչվածը, Աստված առանձնացրեց ժողովրդին, հələ պատկերացրեք, եկեղեցիներում չկա հավաքույթ, էսի մի հատ միջոց էր, այս հայտնությունը ինձ տվել է Սուրբ Հոգին։ Էսի մի հատ միջոց էր, որ առանց եկեղեցու, առանց իրարու վրա հավաքվելու, մարդ արարածը կարողանա կապնվել Աստծո հետ։ Այսօր շատ մարդիկ ասում են, ես որ եկեղեցի չեմ եթում արդեն տկարացել եմ, ասում եմ քույրիկ ջան, փաստորեն քո ամբողջ փափագը, քո կառույցը եղել է եկեղեցին, քո կառույցը պետք է լինի Հիսուս Քրիստոսը, սիրելի հոգի։ Էսի միջոցը, որ իրոք այն հոգիները, որոնք սիրում են Հիսուսին, իրանք որտեղ են լինեն, իրանց ներսում այդ կառույցը կա։ Բայց այս ժամանակների մեջ էսի առիթ հանդիսացավ, այն հոգիները, որ թույլ են, տկար են, իրանք ավելի կարճեցին կպնել Քրիստոսին։ Անունը փառավորվի Հիսուս Քրիստոսին։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Եղբայրներ, քույրեր, այս աղոթքը մի բանի համար պետք է անենք։ Տեր Աստված, օգնի մեզ ազատվելու այս կետերից։ Չլինի որ սուրբերը հափշտակվեն, մենք մնանք երկրի վրա։ Չլինի որ անապատի մեջ փռված ընկնենք ու տենց ընկածել մնանք։ Չլինի որ օծից խայթված մնանք։ Չլինի որ այդ սատակիչը մտնի մեր տները, մեր երեխեքին սատկացնի։ Ժողովուրդ ջան, այսօր լուրջ ապաշխարել է պետք։ Տերը թողնի մեզ, ձեզ զորացնի, բոլորիդ Քրիստոսով կարոտել եմ, բարևում եմ, Յարոսլավին էլ, մեր Ջամալենց, բոլորին, Տերը թողնի, բոլորին բարևեք, իրարու համար միշտ աղոթք անենք եղբայրներ քույրեր, նաև աղոթք արեք խոսող բոլոր եղբայրների համար, որովհետև sense տատանյալ վիճակ կա արդեն։ Ես անգամ լսել եմ, որ մարդիկ հարոզել են այս վերջի ժամանակներում խարիզմատական լուրջ հովիվներից իրանց շակերտավոր լուրջ, դրանց մեջ լուրջ մարդ չկա, եթե մի մարդ քարոզում է, որ դե այդ շիպը կարաս ընդունես, այդ դրա հետ ոչ մի բան կապ չունի, այդ մարդը լուրջ չէ, այդ մարդը անլուրջ է։ Անկամ մարդիկ նման պատգամներ են տալիս ու ծաղրում են այն մարդկանց, որ մտածում են, որ դա հենց դա է։ Ցավոք, մեր եկեղեցիների մեջ էլ կան եղբայրներ, որ տենց են մտածում։ Իմ աղաչանքն է եղբայրներ քույրեր, աղոթք արեք մեզ բոլորիս համար, ինձանից սկսած, որ հանգարտ չշեղվենք, մահը որ եկավ հանգարտ չասենք, վայ, լավ, արեք ձեր դրոշմը կամար, մենակ ինձ մի սպանեք։ Տերը թող զորացնի մեզ, որ մենք պատրաստ լինենք
մեռնենք, բայց Քրիստոսի խոսքը չուրանանք։ Տերը թողնի ձեզ, Տերը պաշտպանի ձեզ։ Ամեն։ Գանք աղոթքի եղբայրներ քույրեր։